Բարի երեկո, դուք դիտում եք բացհարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը նպատակ ունեն ընտրությունից հետո միավորվել եւ վերցնել իշխանություն, այսպիսի հայտարարություն արեց Ռուբեն Ռուբինյանը, չպիտի թույլ տանք Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին եւ տեղական բելարուսամետ հակումներով օլիգարխին որոշել մեր երկրի ճակատագիրը։ Դուք էլ եք կարծում այդպես, Տիկին Ստեփանյան։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ շնորհակալ եմ այս գայուն քաղաքական փուլում նման հարցեր բարձրացնելու համար։ Իրականում շուրջ 1 տարի առաջ, երբ Գյումրիում էին ընտրությունները, մենք փորձում էինք մեր ընտրողներին, ոչ միայն գյումրեցիներին, ովքեր ընտրելու իրավունք ունեին, այլ նաեւ ամբողջ Հայաստանի Հանրապետությանը ներկայացնել, որ այստեղ հարցը միայն Գյումրու ընտրությունները չեն, եւ անգամ խոսակցություններ կային, որ Գյումրու ընտրությունները չպետք է քաղաքականացնել, որոնք ըստ էության քաղաքագիտական բոլոր սկզբունքներին եւ կանոններին դեմ էին։ Ընտրությունները սովորաբար հենց քաղաքական process-ներն են եւ ամենակարևոր քաղաքական process-ներն են երկրում։ Հիմա երբ որ արդեն տեղի ունեցավ Գյումրիում այնիշ տեղի ունեցավ, որը հանրության լայն շրջանակներին նաեւ ձեր կողմից նշված քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ առաջնորդները անվանում են Գյումրի 1, հիմա նույն սկզբունքով նրանք ցանկանում են ներառվել Գյումրի 2-ի շրջանակներում արդեն համապետական ընտրությունների մեջ եւ նրանց այո հիմնական նպատակն է, նրանց հիմնական ցանկալի արդյունքն է, որպեսզի Գյումրի 2 անեն, իսկ ինչ է սա իրենից ներկայացնում, այսինքն ընդդիմադիր դաշտը որոշակի բլոկներով գնում է առանձին եւ բացառված չէ, որ քաղաքական process-ի ժամանակ մենք տեսնենք նույնիսկ նրանցից քաղաքական կսմիտներ, տարաձայնություններ, գուցե մեղադրանքներ, գուցե այլ հարաբերություններ եւ այլ փոխհարաբերություններ, բայց սա միևնույն է, այսպես ասած կրկես է եւ ծխածածկույթ է, քանի որ ընտրություններից հետո, ինչպես արդեն իրենք շատ բացարձակ ասում են, իրենք միավորվելու են, որպեսզի ամեն դեպքում այսօրվա կառավարող ուժից վերցնեն իշխանությունը։ Եվ ձեր կողմից ասած մարդկանց կարծում եմ Հայաստանի Հանրությունը եւ վաղվա ընտրողը շատ լավ ճանաչում է եւ ճանաչում է ոչ լավ անցյալով եւ ոչ լավ հետագծով ձեր կողմից նշված քաղաքական առաջնորդներից յուրաքանչյուրը իր բաժին սև գործն է արել Հայաստանի Հանրապետության համար, երբ եղել է իշխանության կամ կառավարության մաս է կազմել կամ կոալիցիա է կազմել, ըստ երևույթին նրանցից ամենավատ եւ ամենասև գործը իր վրա է վերցրել ձեր կողմից նշված Ռուսաստանի օլիգարխ Սամվել Կարապետյանը, որը այս փուլում մարդկանց մոտ փորձում է ձևավորել բարեգործի, բարերարի դիմակը, բայց եթե այդ դիմակը մենք նրա վրայից վերցնենք, մենք տակից կտեսնենք Դուգիններին, կտեսնենք Սալավյովներին եւ ի վերջո կտեսնենք Ռոբերտ Քոչարյանին։ Այսպիսի մի հայտարարություն էլ եղավ Վահագն Ալեքսանյանն ասաց, ծոծորակներդ կտեսնեք, Գյումրի 2 օպերացիա չեք տեսնի։ Սա ընդդիմադիր դաշտում ինչ որտեղ համարեցին եւ սպառնալիք։ Հարցը սպառնալիքը չէ, այստեղ իշխանությունների վրա է շատ մեծ, այսպես ասեմ, հանձնարարություն կամ առաջադրանք կամ գուցե հանձնարարություն դրված, որպեսզի մենք կարողանանք մարդկանց բացատրել, որ այս քաղաքական ուժերի վերջնական նպատակը, այո, իշխանազավթումն է, իշխանությունը ժողովրդից վերցնելն է, որովհետև այս բան խոսքը մեր մասին չէ, ընդհանրապես քաղաքական ասպարեզում տարբեր քաղաքական ուժեր կան, տարբեր քաղաքական ներկայացուցիչներ կան, նրանցից շատերը գուցե չունեն այն հսկայական ֆինանսական ռեսուրսները, որոնք նրանց թույլ կտան ավելի լայն հանրությանը ներկայանալու արդեն այս փուլում, երբ դեռ չի մեկնարկել պաշտոնական քարոզարշավը, բայց դա չի նշանակում, որ առողջ քաղաքական ուժեր մեզանում չկան։ Այո, մեր խնդիրն է այս քաղաքական ուժերի հետ մեկտեղ ընտրողին ներկայացնել մեր հիմնական նպատակը եւ նրանց հիմնական նպատակը։ Շատ կարեւոր է այստեղ հասկացնել, որ եթե Աստված մի արասցե վերջնական արդյունքում ստացվի Գյումրի 2, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ մենք բոլորս պետք է հասկանանք, որ այստեղ բացարձակապես թիրախավորված չէ ոչ այսօրվա իշխող ուժը քաղաքացիական պայմանագիրը, ոչ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրանք ուղիղ թիրախավորում են խաղաղությունը, որի մասին շատ բաց նրանք խոսում են, նրանք շատ ուղիղ թիրախավորում են այն հսկայական աշխատանքը, որ կառավարությունը 21 թվականից ի վեր արել է եւ Հայաստանի Հանրապետությունը բերել եւ հասցրել է այս փուլին, իսկ թե ինչ կլինի դրանից հետո, եթե
հանկարծ նրանք կան իշխանության, այս թափանիվը հետ շրջեն եւ Հայաստանը գցեն այն փոսի մեջ, որից շատ մեծ դժվարությամբ մենք կարողանում ենք այսօր հանել մեր երկիրը, կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չի եւ շատ մեծ տաղանդ պետք չի հասկանալու համար։ Ներողություն թեմային կանդրադառնալ։ Ներողություն եմ խնդրում եւ մի կարեւոր բան ասեմ, այստեղ Գագիկ Ծառուկյանը երբ որ հայտարարել է, որ ինքը Նոյան տապան է ցանկանում կառուցել եւ այնտեղ հավաքել բոլոր քաղաքական ուժերին կամ իր գաղափարակից իր համախոհ քաղաքական ուժերին, ես կարծում եմ աբսուրդը հենց այստեղից է սկսում, որ Գագիկ Ծառուկյանը, ով հանրության լայն շրջանակներում հայտնի է որպես ընտրակաշարքի փոխարեն կամ ընտրակաշարքը դիտարկելով տուկիթել բաժանելով եւ մի լիտր ձետ եւ մի կիլոգրամ բրինձ բաժանելով, սա այդ ամբողջ քաղաքական պաշարն է եւ ամբողջ քաղաքական կապիտալն է, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ գեներացրել է։ Ռոբերտ Քոչարյանը շատ պարզ եւ շատ բաց ասում է, որ ինքը Հայաստանի Հանրապետությունը չի բացառում տեսնել միութենական որևէ պետության կազմում, այսինքն նա չի թաքցնում, որ եթե այնուամենայնիվ իրենց հաջողվի Հայաստանի Հանրապետությունում Գյումրի 2 անել, որը այսօրվա իշխանությունների ուղիղ խնդիրն է բացառել եւ ամեն կերպ ժողովրդին հասցնել, որ ոչ մի կերպ չի կարելի Գյումրի 2 թույլ տալ, որովհետեւ խաղաքարտին դրված չէ իշխանափոխությունը, խաղաքարտին դրված է Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, հետագա գործունեության կամ հետագա լինել չլինելու հարցը։ Տեսեք, մինչև այս ընտրակաշարքների թեմային եւ խաղաղության անդրադառնալ, ես այստեղ մի մեջբերում եմ ուզում անել Գագիկ Ծառուկյանի խոսնակից Գյումրի 2 ձևակերպումից ինչու են նեղվում իշխանությունները, որքանով ես տեղյակ եմ, ընտրական եւ հետընտրական գործընթացում ոչ մի խախտում, ոչ մի հակասահմանադրական գործընթաց չի եղել, այն ինչ որ այսպես ասած ասում է իշխանությունը, թե Գյումրի 2 է լինելու, Իվետ Ատոնոյանը որակել է Նոստրադամուսին եւ Վանգային բնորոշ կանխատեսումներ։ Իրականում ցավում եմ, որ իմ նախկին գործընկեր Իվետ Ատոնոյանը իսկապես այդտեղ խնդիր չի տեսնում, որովհետեւ եկեք հասկանանք, թե Գյումրի 1-ի դեպքում ինչ եղավ։ Գյումրի 1-ի դեպքում եղավ այն, որ փաստորեն այդ ընդդիմադիր քաղաքական ուժերը, որը ներկայացնում էին Սերժ Սարգսյանը, բայց ոչ իր դեմքով եւ Ռոբերտ Քոչարյանը ոչ իր դեմքով, արդյունքում միավորվեցին իրար այն պարագայում, երբ հայտարարում էին Սերժ Սարգսյանի տեխնացու Մարտուն Գրիգորյանը հայտարարում էր, որ իշխանությունն է Վարդան Ղուկասյանի հետ փորձում գյումրեցիներից խլել Գյումրիի ապագան, Հայաստանի ապագան եւ այլն եւ ինքը ոչ մի կերպ դա թույլ չի տալու։ Իսկ թե ինչ եղավ հետո, կարծում եմ բոլորին հայտնի է, ել չեմ խոսում այն խոսակցությունների մասին, հա, այդ թասիբով գյումրեցիների մասին, որ այս երկու քաղաքական ուժերի եւ նրանց հարող խմբակների միջև արյուն է հոսել, կարմիր գծեր կան, բարոյականության գծեր կան, ի վերջո հաշիվ կա այդ երկու հսկայական ներկայացուցիչներ ունեցող տոհմերի կամ ազգերի միջև եւ բացառված է ավելի շուտ երկիր մոլորակը հակառակ կպտտվի, քան Մարտուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը կմիավորվեն, բայց մենք ինչ տեսանք, որ ինչ որ մի հերակառավարման վահանակ կա, որը այս ուժերին շատ լավ կառավարում է եւ երբ վերևից եղավ այդ հրահանգը, որ մի կողմ թողեք այդ ձեր թասիբը, մի կողմ թողեք այդ արյունը, որ ձեր մեջ հոսել է, մի կողմ թողեք այդ չլուծված խնդիրները եւ հիմա դուք պետք է միավորվեք, որովհետեւ զոհասեղանին, կոնին այսպես ասած, շատ ավելի կարեւոր բան է դրված։ Իրականում Գյումրի 1-ը սա էր, որը ունեցավ խայտառակ ավարտ, երբ օրինակ ընդդիմադիր դաշտի հավաքական կերպար Վարդան Ղուկասյանը հայտնվեց բավականին աղմկոտ կոռուպցիոն սկանդալի մեջ եւ ինչպես ֆիլմում է ասում, որտեղ այսօր Վարդան Ղուկասյանը գտնվում է այնտեղ, որտեղ որ ըստ երևույթին պետք է լիներ։ Հիմա մեզ շատ է հանրությունը մեղադրում, հատկապես քաղաքական դաշտում որոշակի ճանաչվածություն ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները մեզ այսօր մեղադրում են ասելով, որ Վարդան Ղուկասյանը եւ նրա համախոհները, գաղափարակիցները կամ նույն արժեհամակարգը կրող բազմաթիվ լիդերներ կամ բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ պետք է վաղուց հայտնվեին այնտեղ, որտեղ հիմա Վարդան Ղուկասյանն է։ Բայց ես ուզում եմ այստեղ մի պարզաբանում հստակեցում մտցնել, որ երբ որ կա որոշակի խնդիր, երբ որ կոնկրետ գնահատականը պետք է լինի ոչ միայն քաղաքական հանրային պարսավանք, այլ կոնկրետ պետք է իրավական գործընթացներ լինեն, այդ ժամանակ այդ նույն մարդիկ, ովքեր մեզ մեղադրում են, թե ինչու են այս մարդիկ դեռ ազատության մեջ, ապա այս անգամ էլ մեղադրանքը այնպիսին է, որ դուք քաղաքական հետապնդում եք իրականացնում այս կամ այն մարդու նկատմամբ կամ ձեր քաղաքական մրցակիցների նկատմամբ, ստվերելով այն հիմնական կոռուպցիոն, խուլիգանական, պետական ռեսուրսների չարաշահման կամ գուցե պաշտոնի չարաշահման խնդիրները, որոնց հիմքով էլ արդեն ձևավորվում է քաղաքական իրավական վարույթը։
Տիկին Ստեփանյան, տեսեք, իշխանությունը բարբերաբար ասում է, որ հունիսին կայանալիք ազգային ժողովի ընտրության ժամանակ քաղաքացին ընտրություն է կատարելու խաղաղության եւ պատերազմի գուբերնիայի միջև։ Խաղաղության եւ նախկինների միջև նաեւ այսպիսի ձևակերպում է լինում։ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ լավագույն դեպքում չի լինելու խաղաղություն, եթե իհարկե նախկինները հետ գան, վատագույն դեպքում կլինի պատերազմ։ Բայց այստեղ նաեւ ընդդիմությունն է ասում, որ այդ պատերազմը, նույն 44-օրյա պատերազմը եղավ այս իշխանության օրոք, կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականություն ինչ որ առումով խախտվեց հենց այս իշխանության օրոք, եւ մեղադրում են իրենց, այսպես ասած, պատերազմ բերելու մեջ, կամ իրենց ընտրելու դեպքում երկիրը պատերազմի կգնա։ Ես կարծում եմ այդ մեղադրանքները մեր ուժի նկատմամբ բավականին հնացած են, որովհետև թե ինչու եղավ 44-օրյա պատերազմը, թե մենք, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս ասել է, եւ գիտեք 2021 կամ 22 թվականի մայիս ամսին էր, երբ ընդդիմադիրները փորձել էին իրենց համախոհներին հավաքել, հայ այդ որ տարածքներ է հանձնում այս իշխանությունը Հայաստանի Հանրապետությունից, դրա համար հանրակրվե չի անում, մենք կորցնում ենք մեր պետությունը, մենք կորցնում ենք մեր ապագան այս լոզունգների հիման վրա, բոլորդ կարծում եմ կհիշեք, որ նրանք ցանկանում էին կոտրել ազգային ժողովի դարպասները, ներխուժել ազգային ժողով եւ ինչպես իրենք էին ձևակերպում, ստիպել ազգային ժողովի պատգամավորներին, որպեսզի նրանք իրենց կամքին հակառակ ինչ որ քվեարկություն անեին, բերեին այդ անցումային կառավարությունը, արդեն անցումային կառավարություն, անցումային լիդեր ժամանակավոր վարչապետ տերմինները դեժավյու են առաջացնում եւ այդ ժամանակ Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Ռոստոմյանը վարչապետի այս մեղադրանքներին ի պատասխան եւ վարչապետը պատասխանեց, որ դուք եք բանակցել այդ փաստաթղթերը, այսօր ինչ եք ուզում ինձնից, կա տեսագրությունը YouTube-ում, կարծում եմ բոլոր նրանք, ովքեր կցանկանան ավելի համոզվել իմ խոսքերի իսկության մեջ կարող են տեսնել, Արմեն Ռոստոմյանը պատասխանեց, թե ինչ կապ ունի մենք ինչ էինք բանակցել, թո դուք անեիք այն, ինչ անելու էիք։ Իրականում մենք փորձեցինք անել այն, ինչ ուզում էինք անել, եւ ցավոք եղավ պատերազմ, ցավոք եղան անդառնալի կորուստներ եւ այո, ցավոք այդ պատերազմի հետևանքով այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան հատվածներից որոշներում կանգնած է ադրբեջանական զորքը, զինվորը, բայց դրանք ինչպես մենք արդեն ունեցանք Տավուշի մարզում, ես կարծում եմ սա ուղղակի անշրջելի process է։ Ես իհարկե կարող եմ ասել, ես լավատես եմ, որ առաջիկայում սահմանազատման սահմանագծման գործընթացում, բայց ես վստահ եմ, որ առաջիկայում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում այս խնդիրը նույնպես կլուծվի։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ նախկինների հարաբերությունների մասին, խաղաղության հանդեպ, ապա ասեմ, որ այստեղ հակասություն կա անգամ իրենց մեջ եւ եթե առաջի տպավորությունը այնպեսին պիտի լինի, որ իշխանությունները օրինակ ցանկանան, ներքուստ ցանկանան կամ ցանկություն ունենան, որպեսզի իրենց ընդդիմադիրները քիչ խոսեն, իրականում մեզ մոտ հակառակն է, շատ լավ է, որ ընդդիմադիրները շատ են խոսում, որտեղ մենք առիթ չենք ունենում իրենց հերքելու, քանի որ իրենք իրենց հիմնական խոսակցություններում իրենց հերքում են։ Տեսեք, ձեր կողմից նշված Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ ով է ասում, որ մենք դեմ ենք խաղաղությանը։ Շատ լավ է, որ խաղաղություն կա, բայց մենք այնպես պիտի անենք, որ այդ խաղաղությունը չգա։ Եվ խոսում է թրիփի մասին, ասում է, հա, իհարկե թրիփը որ կա, վատ բան է խաղաղություն այնպես անի, որ խաղաղություն չկա։ Եվ հակառակ ասում է թրիփի մասին խոսակցությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ թրիփը այստեղ բերում է ինչ որ գերտերությունների շահերի բախման վայր է դարձնում Հայաստանի Հանրապետությունը եւ հաջորդ մտքում ասում է, որ թրիփը պետք է ավելի երկարացնենք։ Այսինքն այս մարտիկ չունեն որևէ քաղաքական փաստարկ եւ չունեն որևէ քաղաքական միտք, որպեսզի գեներացնեն իրենց այդ ռեբրենդինգի նոր արդյունքը իրենց դեմքերով ներկայացնեն այսօրվա ընտրողին եւ իրենք շատ բաց ասում են Սերժ Սարգսյանի կողմնակիցները իհարկե ոչ առաջին էշելոնի, ապա երկրորդ էշելոնի դեմքերով ասում են «Տո մեզ լավ էլ պետք է պատերազմ» եւ այո մենք ասում ենք որ մեզ պետք է պատերազմ, որովհետեւ սա անարժանապատիվ խաղաղություն է, արժանապատիվ խաղաղությունը կամ արժանապատիվ սահմանագծումը ես չգիտեմ օրինակ ընդդիմադիրների հայացքում եւ աշխարհընկալումներում ինչպես է նստած Այսինքն դուք պատերազմի վտանգ այդուամենայնիվ տեսնում եք, եթե այսպես ասած նախկինները հետ գան, այդ ձևակերպումը միանշանակ լինելու են էսկալացիաներ, միանշանակ լինելու են խնդիրներ, որովհետև այս մարտիկ դեռևս չեկած իշխանության արդեն խոսում են, որ իրենք ինչ պայմանավորվածություններ, որոնք այլևս արտացոլված են համապատասխան փաստաթղթերում կամ նախաբանակցված են կամ որոշակիորեն ձեռքբերումներ մենք ունենք այս հարցում, իրենք դրանք չեղարկելու են, որովհետև այսօրվա
քաղաքական իրողության հետ եւ այսօրվա քաղաքական իրավիճակի հետ իրենք հաշտ չեն եւ ըստ էության իրենք վերադարձնելու են Հայաստանը այն իրավիճակին, որ եղել է իրենց իշխանության օրոք, բայց այստեղ մի ուրիշ սցենար կարող է խաղարկվել, հաշվի առնելով փրկիչների այս գունդը, որ ժամանակ առ ժամանակ հատկապես համապետական ընտրություններից առաջ հայտնվում է Հայաստանի քաղաքական թատերաբեմում եւ փորձում է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փրկել ինչ-ինչ արհավիրքներից, այնինչ Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին պետք է փրկել միայն իրենցից, քանի որ իրենք ուղղորդվում են մի կենտրոնից, իրենք հանձնարարություններ ստանում են մի կենտրոնից եւ իրենց հանձնարարությունների այն չերևացող մասը, որը բնականաբար իրենք դեռ չեն ապակոդավորվում, բայց բոլոր նրանք ովքեր հետաքրքրված են Ռուսաստանից, Կրեմլից։ Մոտավորապես դուք ասացիք, ես չասացի, բայց ինչու ես եւ իմ գործընկերները ունենք որոշակի համոզմունք, տեսեք, Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ կամ հայ ժողովրդի շատ ներկայացուցիչներ սփռված են ամբողջ աշխարհով մեկ եւ նրանցից շատերը տարբեր երկրներում հասել են բավականին մեծ բարձունքների եւ նրանցից քչերը կամ գուցե ոչ քչերը տարբեր ժամանակահատվածներում փորձել են Հայաստանի Հանրապետությունում օրվա իշխանությունների հետ ինչ-ինչ գործեր անել իրենց հայրենիքի համար, ինչ-ինչ ռեսուրսներ անել, ներդրումներ անել, բայց նրանցից որևէ մեկի մտքով չի անցնում, օրինակ Ամերիկայի հաջողակ հայը կամ բիզնեսմենը կամ Ֆրանսիայի կամ Անգլիայի կամ գուցե այլ երկրի ոչ մի հաջողակ հայ, որը համագործակցել է, համագործակցության փորձ է ունեցել օրվա իշխանությունների հետ, չի գալիս փրկելու հայ ժողովրդին եւ Հայաստանը։ Շատերը անգամ աջակցում են կամ ինչ որ կերպ լավ ծրագրեր են իրականացնում, բայց առանց բարձրաձայնելու, առանց աղմուկի, այո, այդ քրիստոնեական ուսմունքի շրջանակներում, որ բարեգործությունը կամ բարերարությունը իրականացվում է առանց աղմուկի, առանց ավելորդ աչքերի, առանց ավելորդ ծափահարությունների, այս մարդիկ իրենց չարածը կամ բառից բուն իմաստով քաղաքական թալանը, քաղաքական այդ քերելը հայ ժողովրդից փաթեթավորել են որպես բարեգործություն, թե ինչ բարեգործություն է արել օրինակ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը հայ ժողովրդին կարծում եմ հեծի կողմից այսօրվա ղեկավարների կողմից գաղտնազերծված կամ հանրայնացված։ Մի բան ասեմ այս պահին, որովհետև նույն Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան ուժը հայտարարում է, որ 0% հարկեր են լինելու փոքր բիզնեսի համար, էժան դեղորայք են տրամադրելու եւ 300,000 նոր աշխատատեղեր են ստեղծելու։ Հրաշալի է, որ Սամվել Կարապետյանը եւ իր թիմը խոսում են, որովհետեւ մեզ տալիս են հսկայական դաշտ իրենց քաղաքական եւ տնտեսական փաստարկներով հակադարձելու։ Շատ հրաշալի բան է ասում Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանին եւ Կարապետյան ընտանիքներին են պատկանում Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես Երևան քաղաքում գործող մի շարք մոլեր։ Մենք ուզում ենք տեսնենք օրինակ, թե ինչպես է Սամվել Կարապետյանը ազատում հարկերից այդ մոլերում աշխատող փոքր բիզնեսին, սա մեկ։ Սամվել Կարապետյանի եւ իր թիմի շուրթերից մենք լսում ենք, որ 5 տարվա մեջ իրենք ինչ-որ տնտեսական եւ քաղաքական հրաշք են անելու։ Այս նույնը դառնում է абսուրդ եւ խեղկատակություն, երբ օրինակ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կրկեսի շենքը, որ պատկանում էր նրանք օրինակ կառուցել են 15-ից 17 տարիների ընթացքում, այն էլ բոլորովին վերջերս, երևի մտածելով, որ ինչպես հեծը պետականացվեց հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահերը, նույնը կարող է լինել նաեւ կրկեսի շենքի դեպքում, այսպես արագ ինչ-որ վերակառուցման աշխատանքներ արեցին, նորից եմ շեշտում 15-16 տարի դա տևեց, համեմատության համար ասենք, որ Եգիպտոսում Քրիստոսից առաջ 26-րդ դարում Քեոպսի բուրգը կառուցվել է 20 տարվա ընթացքում։ Հաջորդը Սամվել Կարապետյանը, երբ որ խոսում է Հայաստանի Հանրապետությունում գործարաններ բացելու, աշխատատեղեր ավելացնելու վերաբերյալ, ապա ասեմ, որ Երևան քաղաքում նույն Սամվել Կարապետյանենք փակեցին կահույքի արտադրամասը եւ տեղը բացեցին մոլ։ Նույն Սամվել Կարապետյանը եւ իր ընտանիքի անդամները, երբ որ օրինակ խոսում են խաղաղության մասին կամ Հայաստանի Հանրապետության սահմանակից երկրների հետ որոշակի հարաբերությունների կարգավորման մասին, նրանց որդիները մի քանի ամիս առաջ, եթե չեմ սխալվում, կապանում էին եւ զարմանալիորեն բացահայտել էին, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանակից է Ադրբեջանին։ Ես կարծում եմ ժամանակն է, որ Սամվել Կարապետյանը եւ իր ընտանիքը իրենց այդ հսկայական միլիարդներից որոշակի գումարներ առանձնացնեն եւ զբաղվեն իրենց
երեխաների կրթմամբ կամ գուցե դասագրքեր առնեն ես եւ շրջակա աշխարհը դասագրքերը, որտեղ նրանց երեխաները մինիմալ պատկերացում կկազմեն Հայաստանի Հանրապետության վիճակի եւ այլ բաների մասին։ Տիկին Ստեփանյան, դուք ձեր խոսքում ասացիք նախկին ընտրությունները եղել են տուկի թել բաժանելով, մուրաբաներ նվիրելով, մենք գիտենք նաև այդ 5000 դրամների հայտնի պատմությունները, դուք նաև ասացիք, որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է Հայաստանը դարձնել միութենական պետության անդամ, այսինքն ստացվում է, որ նորից մենք եկել ենք մի իրավիճակի, երբ ընտրությունը էլի լինելու է նախկինների եւ ներկայի միջեւ, որովհետեւ դա ամենալուրջ խնդիրն է, որ անընդհատ նույն դեմքերն են լինում եւ քաղաքացին ընտրելու է նախկինների եւ ներկայի միջեւ։ Ընտրությունը այդպես է լինելու։ Ես հասկանում եմ այն խուլ դժգոհությունը, գուցե մեղադրանքը, որ այսօր ուղղված է իմ քաղաքական ուժի նկատմամբ, բայց տեսեք, դե նույն դեմքերն են լինում, այդ ամենալուրջ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Երբ հասունանում է այն ժամանակահատվածը, երբ նորից պիտի գնան ընտրությունների, այսինքն այդ ժամանակ օրվա իշխանությունը տվյալ ռեսուրսը հետ է վերադարձնում ժողովրդին, որպեսզի ժողովուրդը իր իշխանությունը դարձյալ իրացնի քաղաքական ընտրությունների միջոցով, իր ձայնը տալով, իր վստահության քվեն տալով այս կամ այն ուժին։ 21 թվականին մեր ժողովրդի մի հատված գնաց եւ իր ձայնը տվեց, այսպես ասած, նախկիններին։ Նախկինները նախկին չեն միայն դեմքերով։ Նախկիները նախկին են նախ եւ առաջ իրենց արժեհամակարգով։ Նախկիները նախկին են նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի արժեվ ունեցած իրենց պատասխանատվությամբ, իրենց շատ արարքների համար, որոնք վաղեմության ժամկետ չունեն եւ այո, ես էլ այդ մարդկանցից մեկն եմ, որ սպասում եմ, թե երբ պիտի օրինակ այդ նախկիններից շատերը կանգնեն Հայաստանի Հանրապետության օրենքի առաջ։ Բայց մենք չենք կարող գնալ եւ արգելել քաղաքացուն ընտրել այս կամ այն քաղաքական ուժին, եթե այդ քաղաքական ուժերը իրենց գործունեությունը ծավալում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի եւ ոլորտը համակարգող այլ օրենքների շրջանակներում։ Հա, իդեպ ես մի շատ կարևոր բան չասացի Սամվել Կարապետյանի հետ կապված, ավելի շուտ երկրագունդը իր ուղեծրի հակառակը կպտտվի, քան Սամվել Կարապետյանը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև Սամվել Կարապետյանը չի հանդիսանում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նա հանդիսանում է նաև Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացի, ավելին նա այնքան կամահրանքով եւ արհամարանքով է վերաբերվում հայ ժողովրդին եւ Հայաստանին, որ անգամ չի էլ շտապում հրաժարվել իմ կողմից նշված մյուս երկու պետությունների քաղաքացիությունից, մի հատ էլ պայման է դնում հայ ժողովրդի առաջ, ասում է, երբ որ ինձ ընտրեք, այս նոր կհրաժարվեմ այն երկու երկրների քաղաքացիությունից, ավելին նա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իբր իր ընտրողներին, իր համախոհներին դիմում է արհեստական բանականության միջոցով։ Հիմա հարց է առաջանում։ Օրինակ ենթադրենք երկրագունդը հակառակ է պտտվում, ինչ-ինչ բնական պրոցեսներ օրինաչափություններից դուրս են գալի եւ Սամվել Կարապետյանը հայտնվում է իշխանության ղեկին։ Ինքը օրինակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կամ իր ընտրողների հետ դարձյալ արհեստական բանականության շրջանակներում է հարաբերվելու, թե այնուամենայնիվ այս անգամ պետք է իր ուղեղով մտածի, չգիտեմ։ Եվ վերջին հարցը Տիկին Ստեփանյան, Դաշնակցությունը հայտարարել է, որ սա սովորական հերթական կամ ընթացիկ ընտրություն չէ, ըստ կուսակցության ներկայացուցիչի Իշխան Սաղաթելյանի, այս ընտրությունների արդյունքով է որոշվելու հայ ժողովրդի եւ մեր պետության ճակատագիրը։ Դուք եւս կարծում եք, որ սա հերթական, այսպես ասած, սովորական ընտրություն չէ, այլ շատ կարևոր։ Երբեք չէի մտածի, որ այս նախադասությունը կասեմ, բայց ես լիովին համակարծիք եմ Իշխան Սաղաթելյանի հետ, այո, 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները բացառիկ են հայ ժողովրդի պատմության մեջ եւ այո հայ ժողովուրդը այս անգամ ընտրությունը անելու է խաղաղության եւ իր որդիների ապագայի հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի ինքնիշխանության եւ անկախության եւ կլինեն քաղաքացիներ գուցե այլ են ուզում այլ բան են տեսնում իրենց կամ այլ բան են դնում իրենց ընտրության հիմքում ես դրան չեմ ուզում անդրադառնալ բայց հույս ունեմ որ այս անգամ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ինչպես տարիներ ի վեր որպես իրենց քաղաքական խոսույթի կամ իրենց քաղաքական գործունեության մասով օգտագործել են հայ հեղափոխական դաշնակցությանը այսպես զորով այդ 5%-ը ապահովելով նկարելով որ իրենք հայտնվեն ազգային ժողովում ես այս անգամ հույս եմ հայտնում որ նախորդ 5 տարիները եւս մեկ ապացուցեին որ ընտրողը երբեք ոչ մի պարագայում իր քվեն չպետք է տա այս մարդկանց ովքեր դաշնակցությանը ովքեր ուղակի աշխատանքի չեն գալիս իսկ գալուց
կառուցել, անպայման հրահարում են քաշքշուկներ, հրահրում են կռիվ կամ լեզվակռիվ կամ վիճաբանություն, որը շատ վատ է անդրադառնում ոչ միայն ազգային ժողովի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ընդհանուր իմիջի Եվ մի վրա։ մեջբերում եւս Իշխան Սաղաթելյանն ասել է, որ իշխանություններին հեռացնելու համար Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի հետ։ Շատ գեղեցիկ կենաց է ասել Իշխան Սաղաթելյանը, բայց ես չեմ կարծում, որ բոլոր ուժերը կլսեն նրանց, որովհետև նրանք վաղուց դադարել են լինել քաղաքական ուժ եւ 130-ամյա դաշնակցությունը, որ այդքան հպարտանում է, որ դարեր ի վեր ինքը կանգուն է մնացել եւ այսպես եկել հասել է մինչեւ 21-րդ դարի Հայաստան, այդ հայ հեղափոխական ազգային կուսակցությունից նա վերածվել է 004 շրջաբերականի հեղինակ, իսկ թե դրանից ավել էլ ինչի է վերածվել, ես կարծում եմ ընդամենը 2 շաբաթ առաջ հրաշալի առիթ եղավ ազգային ժողովում, որովհետեւ մենք դաշնակցությանը հիշեցնենք, թե երբ նրանք հպարտանում էին, թե ովքեր են եղել դաշնակցության ներկայացուցիչները կամ ովքեր են եղել այս կուսակցության հիմնադիրները, մենք նաև ասեցինք, թե ովքեր են լքել դաշնակցությունը, ինչ հանգամանքներում են լքել դաշնակցությունը, Զորաբար Անդրանիկը, Գարեգին Նժդեհի, էլի մի շարք երևելիներ եւ ի վերջո դաշնակցությունը նաև այն կուսակցություններ, չնայած նրանք անընդհատ համառորեն փորձում են չառերեսվել այս խնդիրների հետ, ի վերջո դաշնակցությունը այն կուսակցություններ, որի պատճառով մենք կորցրինք մեր առաջին հանրապետությունը, իդեպ բոլշևիկների հետ կապված պայքարի շրջանակներում եւ ուղղակի աբսուրդ է, որ այսօր դաշնակցությունը սպասարկում է շատ հաճախ Ռուսաստանի Դաշնության շահը Հայաստանի Հանրապետությունում, դա ուղղակի աբսուրդից էլ այն կողմեն նման բան չպետք է լինի եւ ի վերջո դաշնակցությունը այն կուսակցությունն էր, որ դիմել էր Թուրքիայի կառավարությանը, որպեսզի Անդրանիկին չեզոքացնեն։ Ի վերջո, եթե դաշնակցությունը ունի շատ հպարտանալու տեղեր, ունի նաև շատ ամոթալի տեղեր, բայց դա արդեն պատմությունը պետք է նայի, որտեղ հենց պատմությունը, ժամանակը եւ անգամ դաշնակցական քաջազնունին ասել է, որ դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։